Այսօր մենք կուսումնասիրենք մարդկության պատմության ամենահետաքրքիր բարդ ժամանակաշրջաններից մեկը ֆեոդալիզմը, այն համակարգը, որը ձևավորեց Եվրոպան գրեթե 1000 տարի շարունակ, որի կառուցվածքները մինչ օրս արձագանքում են մեր ժամանակակից հասարակության մեջ։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմություններ դիտելու համար։ Եվրոպայի ինչ-որ մի վայրում, մոտավորապես 10-րդ դարում, առը դեռ չի ծագել հորիզոնում, երբ զանգի ձայնը հնչում է գյուղական բնապատկերով մեկ, փայտե ծղոտե տնակներում ամբողջ ընտանիքներ արթնանում են հերթական աշխատանքային օրվա համար։ Բլուրների վրա կառուցված քարե ամրոցներում տերերն ու ասպետները պատրաստվում են իրենց վարչական պաշտպանական գործառույթներին, իսկ մեկուսացված վանքերում վանականներն արդեն երգում են իրենց առաջին շարականները սկսելով աղոթքի աշխատանքի առօրյան, որը նույնությամբ կկրկնվի ողջ կյանքի ընթացքում։ Սա ֆեոդալական աշխարհն է խիստ հիերարխիաների, փոխադարձ պարտավորությունների սոցիալական կազմակերպվածության մի տիեզերք, որը գոյատեց դարեր շարունակ։ Բայց ինչպես առաջացավ այս համակարգը, ինչպես էին միլիոնավոր մարդիկ ապրում իրենց կյանքը այս կառույցների ներսում, եւ ինչու ֆեոդալիզմը դարձավ մի ամբողջ պատմական դարաշրջանի հոմանիշ, ֆեոդալիզմն իսկապես հասկանալու համար մենք պետք է հետ գնանք ժամանակի մեջ բուն միջնադարից շատ առաջ, մինչ մի կայսրության արմատները, որը ժամանակին տիրում էր ողջ հայտնի աշխարհին։ Հռոմեական կայսրությունը իր ծաղկման շրջանում տարածվում էր հյուսիսային Աֆրիկայից մինչ բրիտանական կղզիներ, Ատլանտյան օվկիանոսից մինչ Մերձավոր Արևելք, նրա լեգեոնները քայլում էին սալապատ ճանապարհներով, նրա քաղաքները պարզենում էին ակվեդուկներով ու թերմերով, իսկ նրա արժույթը շրջանառվում էր ողջ միջերկրական ծովում։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր մեծ կայսրություն, Հռոմն իր մեջ գրում էր սեփական վերափոխման սերմերը։ Քրիստոնեական դարաշրջանի մոտավորապես 3-րդ դարում քայքայման նշանները սկսեցին դրսևորվել ավելի ու ավելի ակնհայտորեն։ Հռոմեական ռազմական մեքենան, որը դարեր շարունակ երաշխավորել էր տարածքային ընդլայնումը ստրուկների մատակարարումը կայսերական տնտեսության համար, սկսեց կորցնել իր ուժը։ Առանց նոր նվաճումների ստրկական աշխատուժի հոսքը կտրուկ նվազեց, հռոմեական լատիֆունդիաները ընդարձակ գյուղատնտեսական գալվածքները, որոնք կախված էին ստրկական աշխատանքից, կանգնեցին աննախադեպ խնդրի առաջ. ինչպես պահպանել արտադրությունը առանց բավարար աշխատողների։ Ճգնաժամը միայն տնտեսական չէր, կայսրության քաղաքական հյուսվածքը նույնպես սկսեց քայքայվել, կայսրերը հաջորդում էին միմյանց ավելի ու ավելի կարճ ընդմիջումներով, նրանցից շատերը սպանվում էին իրենց իսկ պահակախմբի կամ հավակնոտ զորավարների կողմից, իշխանության կենտրոնի անկայունությունն արձագանքում էր պրովինցիաներում, որտեղ նահանգապետերն ու ռազմական հրամանատարները գործում էին ավելի ու ավելի ինքնավար կերպով, սահմանները, որոնք նախկինում անարիք էին, դառնում էին թափանցիկ գերմանական ժողովուրդները, որոնց հռոմեացիներն ընդհանուր առմամբ անվանում էին բարբարոսներ, ճնշում էին կայսերական պաշտպանական գծերը մեկ որպես ներխուժողներ, մեկ որպես դաշնագիցներ փնտրելով հողեր հնարավորություններ։ Հռոմեական քաղաքներում իրավիճակը արագորեն վատթարանում էր, Արտուրը կրճատվում էր, արժույթը կորցնում էր իր արժեքը, իսկ համաճարակները մոլեգնում էին սովից անապահովությունից թուլացած բնակչության շրջանում։ Շատ քաղաքացիների համար քաղաքներում մնալը դառնում էր ոչ միայն անհարմար, այլ իսկապես վտանգավոր։ Հենց անորոշության վախի այս համատեքստում սկսվեց մի լուր, բայց խորը շարժում, որը փոխեց Եվրոպայի դեմքը գյուղականացումը, ռուրալիզացիան։ Մեծ հռոմեական տերերը գյուղական վայրերում գտնվող ընդարձակ ագարակների, վիլլաների, սեփականատերերը սկսեցին լքել քաղաքները, նրանց գյուղական գալվածքներն առաջարկում էին մի բան, որը քաղաքային կենտրոններն այլս չէին կարող երաշխավորել՝ անվտանգություն, ինքնաբավություն, վերահսկողություն։ Այս վիլլաներում տերերը կարող էին արտադրել իրենց սեփական սնունդը, պահպանել իրենց պաշտպանական ուժերը, խուսափել կայսերական մետրոպոլիաները կլանող քաոսից, բայց նրանք չէին կարող այդ ամենն անել միայնակ, նրանց անհրաժեշտ էին ձեռքեր հողը մշակելու համար, ընտանիքներ իրենց տիրույթները բնագեցնելու համար, տղամարդիկ կանայք, ովքեր պատրաստ էին ազատությունը փոխանակել պաշտպանության հետ։ Եվ այսպես ծնվեց կոլոնատը, այն ինստիտուտներից մեկը, որը կցաներ ֆեոդալիզմի սերմերը։ Համակարգը գործում էր համեմատաբար պարզ ձով, թե դրա հետանքները խորն էին։ Հողի մեծ սեփականատերը աղքատացած գյուղացուն կամ քաղաքներից փախած փախստականին առաջարկում էր իր գալվածքի մի մասը մշակելու համար։ Դրա դիմաց գյուղացին, որն այժմ գոչվում էր կոլոն, պարտավորվում էր իր արտադրանքի մի մասը հանձնել տիրոջը աշխատել նրա հողերում։ Սա ստրկություն չէր դասական հռոմեական իմաստով, քանի որ կոլոնը տիրոջ սեփականությունը չէր կարող վաճառվել հողից առանձին, բայց դա նա լիակատար ազատություն չէր, քանի որ գոլոնը կապված էր մնում այդ կալվածքին չկարողանալով լքել այն, այս կարգավիճակը փոխանցվում էր հորից որդուն հարատելով սերունդների միջով։ Կոլոնատը ներկայացնում էր արմատական փոփոխություն հռոմեական աշխարհի աշխատանքային հարաբերություններում։ Ստրուկը, որը ոչինչ չուներ, ամբողջությամբ իր տիրոջ սեփականությունն էր, իր տեղը զիջեց կոլոնին, որն ուներ որոշակի իրավունքներ սեփականություն, բայց մշտապես կապված էր տիրոջը հողին։ Սոցիալական կախվածության այս նորձը ստեղծում էր կապեր, որոնք դուրս էին գալիս սոսկ տնտեսական հարաբերությունների շրջանագից հաստատելով պաշտպանության, հավատարմության փոխադարձ պարտավորության կապեր, որոնք կբնութագրեին ողջ միջնադարյան դարաշրջանը։
Մինչ կոլոնատը զարգանում էր հռոմեական աշխարհի սրտում, մեկ այլ ավանդույթ ձևավորվում էր կայսրության սահմաններից դուրս ապրող ժողովուրդների մոտ, գերմանացիները հրենոսից Դանուբից հյուսիս գտնվող անտառներում ու հարթավայրերում բնակվող տարբեր ցեղերի մի խումբ ունեին սոցիալական գազམ་ակերպման իրենց սեփական ձեռը, որոնք շատ տարբեր էին հռոմեականից. այդ ինստիտուտներից մեկը շղթերըրնֆն էր, կոմիտատուս լատիներեն տերմին, որն օգտագործվում էր մարտիկների նրանց առաջնորդների միջկապի որոշակի տեսակը նկարագրելու համար։ Շղթերըրնֆը հիմնված էր անձնական հավատարմության վրա, գերմանացի մարտիկը հավատարմության երդում էր տալիս առաջնորդին պարտավորվելով հետել նրան մարտերում, անհրաժեշտության դեպքում պաշտպանել նրան սեփական կյանքով հարգել նրա հրամանները, դրա դիմաց առաջնորդը պարտավորվում էր պաշտպանել իր մարտիկին, նրա հետ կիսել նվաճումների պտուղները հոգ տանել նրա ընտանիքի մասին, եթե նա զոհվեր մարտում։ Այս երդումը հռոմեական ձով գրված պայմանագիր չէր, այլ բանավոր հանձնառություն, որը կնքվում էր ծեսերով պահպանվում պատվով։ Այն դրժելը նշանակում էր ոչ միայն անձնական անպատվություն, այլ հեռացում համայնքից մի ճակատագիր, որը հաճախ ավելի վատ էր, քան մահը այն հասարակություններում, որտեղ մեկուսացված անհատը գոյատելու քիչ հնարավորություններ ուներ։ Շղթերըրնֆի ուժը կայանում էր հենց նրա անձնական էմոցիոնալ բնույթի մեջ, մարտիկը չէր հնազանդվում վերացական օրենքի կամ հերավոր հաստատության, այլ մի մարդու, ում ճանաչում էր, հարգում երբեմն սիրում էր որպես հոր կամ ավագ եղբոր, այս անձնական հավատարմությունը ստեղծում էր արտակարգ ամուր կապեր, որոնք ընդունակ էին համախմբել տղամարդկանց խմբերին քարիզմատիկ առաջնորդների շուրջ ծնունդ տալ տպավորիչ ռազմական սխրագործությունների, երբ գերմանական ժողովուրդները սկսեցին ներթափանցել, իսկ հետո տիրել նախկին հռոմեական կայսրության տարածքներին, նրանք իրենց հետ բերեցին շղթերըրնֆի այս ավանդույթը։ Անկում ապրող հռոմեական աշխարհի ընդլայնվող գերմանական ցեղերի հանդիպումը ոչ թե մեկանգամյա դրամատիկ պահ էր, այլ դանդաղ գործընթաց, որը տեց տարեր, որոշ տարածաշրջաններում անցումը բռնի էր ուղեկցված մարտերով, թալանով ավերածություններով, այլ վայրերում այն խաղաղ էր, երբ գերմանացիները հաստատվում էին որպես դաշնակիցներ, զինվորներ կամ կառավարիչներ դեռս գոյություն ունեցող հռոմեական կառույցների ներսում։ Բոլոր դեպքերում, սակայն, արդյունքը եղավ ավանդույթների միաձուլումը հռոմեական գերմանական տարրերի խառնուրդը, որը ծնունդ տվեց միանգամայն նոր բանի։ Հռոմեական աշխարհից միջնադարյան Եվրոպան ժառանգեց վիլլաները գյուղական մեծ կալվածքները, որոնք կդառնային ֆեոդներ, կոլոնատը աշխատանքային համակարգը, որը կվերածվեր ճորտատիրության, գերմանացիներից եկավ շղթերըրնֆը վերածվելով սյուզերենության վասալության հարաբերությունների, որոնք կկառուցեին ողջ միջնադարյան ազնվականական հիերարխիան, քրիստոնեությունից, որը դարձել էր կայսրության պաշտոնական գրոնը Հռոմի վերջին դարերում, եկավ եկեղեցին այն հաստատությունը, որը կծառայեր որպես կամուրջ երկու դարաշրջանների միջ կդառնար ֆեոդալական հասարակության ամենահզոր ուժերից մեկը։ Այս տարրերի համակցումը տեղի չունեցավ մեկ գիշերվա ընթացքում։ Պահանջվեցին մի քանի դարեր, որպեսզի ֆեոդալական կառույցները լիովին համախմբվեն։ Այս ժամանակահատվածում, որը հայտնի է որպես վաղ միջնադար, Եվրոպան անցավ խորը վերափոխումների միջով բախվեց հսկայական մարտահրավերների։ 476 թվականը հաճախ հիշատակվում է որպես արմտյան հռոմեական կայսրության անկման տարեթիվ, երբ վերջին կայսրը Հռոմուլոս Ավգուստուլոս անունով մի պատանի, գահընկեց արվեց գերմանական զորքերի առաջնորդ Օդոակրի կողմից։ Բայց այս ամսաթիվն ավելի շատ խորհրդանշական է, քան իրական, կայսրությունը չփլուզվեց միանգամից, այլ աստիճանաբար մասնատվեց մի շարք թագավորությունների, որոնք կառավարվում էին գերմանացի առաջնորդների կողմից, վեստգոթերը հաստատվեցին Պիրենեյան թերակղզում, օստգոթերը Իտալիայում, ֆրանկները Գալիայում, անգլոսաքսերը Բրիտանիայում, այս թագավորություններից յուրաքանչյուրը զարգացրեց իր սեփական բնութագրերը, բայց բոլորն էլ կիսում էին որոշակի միտումներ տնտեսության գյուղականացումը, քաղաքական իշխանության մասնատումը հռոմեական ու գերմանական ավանդույթների միաձուլումը։ Այս բոլոր թագավորությունների մեջ ֆրանկներինը ամենաերկարակյացն ու ազդեցիկն էր, հաստատվելով այն տարածաշրջանում, որն այսօր համապատասխանում է Ֆրանսիային Գերմանիայի մի մասին, ֆրանկները կառուցեցին մի միապետություն, որը գոյատեց դարեր շարունակ իր հզորության գագաթնագետին վերահսկում էր արմտյան Եվրոպայի մեծ մասը։ Մերովինգների հարստությունը, որը հիմնադրվել էր լեգենդար Քլոդվիգի կողմից, ֆրանկներին կառավարեց գրեթե 300 տարի, բայց ժամանակի ընթացքում մերովինգյան թագավորները գործրին իրական իշխանությունը դառնալով արարողակարգային դեմքեր, մինչդեռ պալատական մայորթում գոչվող կառավարիչները իրականացնում էին թագավորության փաստացի վերահսկողությունը։ Հենց պալատական մայորթումների այս տոհմից առաջացավ կարոլինգների հարստությունը, որն այդպես է գոչվել ի պատիվ իր ամենանշանավոր անդամի Կարլոս Մեծի հայրը Պիպին Կարճահասակը, վճռական քայլ կատարեց գահընկեց անելով վերջին մերովինգյան թագավորին ինքը ստանձնելով թագը Հռոմի պապի օրհնությամբ, երբ Պիպինը մահացավ 768 թվականին, թագավորությունը բաժանվեց նրա երկու որդիների Կարլոսի Կարլոմանի միջ։ 771 թվականին Կարլոմանի վաղաժամ մահը Կարլոսին թողեց որպես միանձնյա կառավարիչ սկսելով մի թագավորություն, որը կփոխեր Եվրոպայի դեմքը։ Կարլոս Մեծը կառավարեց ավելի քան 4 տասնամյակ 768-ից մինչ 814 թվականը։
Այս ժամանակահատվածում նա զգալիորեն ընդարձակեց ֆրանկների տարածքը ռազմական արշավների միջոցով ընդդեմ Իտալիայի լանգոբարդների, Գերմանիայի սաքսոնների, Կենտրոնական Եվրոպայի ավարների Պիրենեան թերակղզու մուսուլմանների, 800 թվականին Լոնզեժ Պապը Կարլոս Մեծին թագադրեց որպես հռոմեացիների կայսր մի տիտղոս, որը արմունքում չէր օգտագործվել Հռոմի անկումից ի վեր։ Դա խորը խորհրդանշական պահ էր։ Ավելի քան 3 դար անց առաջին անգամ Արմտյան Եվրոպան ուներ կայսր մի կառավարիչ, ով ձգտում էր վերագենթանացնել Հռոմի փառքը քրիստոնեության հովանու ներքո։ Բայց Կարլոս Մեծի ամենատական ժառանգությունը ոչ թե նրա ռազմական նվաճումներն էին, ոչ էլ կայսերական տիտղոսը, դա նրա ընդարձակ տարածքի վարչական կազմակերպման ձն էր։ Բախվելով այն հիմնարար խնդրին, թե ինչպես կառավարել նման ընդարձակ հողերը մի դարաշրջանում, որտեղ չկային արագ հաղորդակցություն, արդյունավետ փոստ կամ կենտրոնացված բյուրոկրատիա, Կարլոս Մեծը զարգացրեց կատարելագործեց սյուզերենության վասալության հարաբերությունների համակարգը, որը կդառնար ֆեոդալիզմի ողնաշարը։ Սկզբունքը նրբագեղ էր իր պարզության մեջ, թագավորը չէր կարող միաժամանակ լինել բոլոր վայրերում, ոչ էլ կարող էր վստահել հերավոր պաշտոնյաներին, ովքեր հեշտությամբ կարող էին անտեսել նրա հրամանները կամ նույնիսկ ապստամբել։ Լուծումը անձնական հավատարմությունների ցանց ստեղծելն էր։ Կարլոս Մեծը իր տարածքի մասերը շնորհում էր վստահելի ազնվականներին, ովքեր դառնում էին նրա վասալները, հողի դիմաց, որը գոչվում էր ֆեոդ կալվածք, վասալը հավատարմության երդում էր տալիս թագավորին պարտավորվում մատուցել որոշակի ծառայություններ, հատկապես զորք տրամադրել թագավորական պատերազմների համար։ Վասալը նա ստանում էր վարչական լիազորություններ իր ֆեոդի նկատմամբ, ներառյալ հարկեր հավաքելու, արդարադատություն իրականացնելու կարգուկանոն պահպանելու իրավունքը։ Այս հարաբերությունները պաշտոնականացվում էին հանդիսավոր արարողությունների միջոցով։ Հավատարմության ծեսի ժամանակ վասալը ծնկի էր գալիս տիրոջ առջ, ձեռքերը դնում նրա ձեռքերի մեջ երդվում հավատարիմ մնալ։ Դրան հաջորդում էր երդումը Աստվածաշնչի կամ Սուրբ Մասունքի վրա, որը հաճախ կնքվում էր կողմերի միջհամբույրով։ Վերջապես տեղի էր ունենում ներկայացումը ինվեստիտուրա, երբ տերը վասալին էր հանձնում իր նոր ֆեոդի խորհրդանիշը հաճախ մի բուր հող, ծառի ճյուղ կամ այլ առարկա, որը ներկայացնում էր շնորհված տարածքը։ Այս արարողությունները սոսկ ձագանություններ չէին, այլ կրոնական սոցիալական նշանակությամբ լի ծեսեր, որոնք ստեղծում էին սրբազան համարվող կապեր, որոնց խախտումը հանգեցնում էր ծանր հետանքների։ Կարոլինգյան կայսրությունը բաժանված էր մոտավորապես 250 գոմսությունների, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում էր մի գոմսի կողմից, ով թագավորի ուղղակի վասալն էր։ Կոմսերը կարող էին նշանակել օգնականներ վիգոնտներին, ովքեր իրականացնում էին իշխանությունը նրանց բացակայության ժամանակ, սահմանամերձ շրջաններում մարկա կոչվող տարածքները կառավարվում էին մարկիզների կողմից ազնվականներ, ովքեր ունեին թե քաղաքացիական, թե ռազմական լիազորություններ կայսրության սահմանները պաշտպանելու համար։ Գային նադքսություններ կցված թագավորություններ, որոնց կառավարիչները վայելում էին ավելի մեծ ինքնավարություն, բայց հավատարմություն հարկեր էին պարտական կայսրին։ Այս կառույցը վերահսկելու համար Կարլոս Մեծը ստեղծեց հատուկ պաշտոնյաներ, որոնք կոչվում էին Թերփեֆես Ջենթրտվիզ, տիրոջ սուրանդակներ, ովքեր շրջում էին կայսրությունում ստուգելով կոմսերի վարքագիծը զեկուցելով անմիջապես կայսրին։ Մի կարճ պահ թվաց, թե նոր հռոմեական կայսրության երազանքն իրականացել է, բայց Կարլոս Մեծի կառույցն իր մեջ կրում էր մահացու հակասություն, շնորհելով հողեր լիազորություններ վասալներին անձնական հավատարմության դիմաց կայսրը, պարադոքսալ կերպով, թուլացնում էր հենց կենտրոնական իշխանությունը։ Վասալները սկսեցին իրենց ֆեոդները դիտարկել ոչ թե որպես իշխանության ժամանակավոր պատվիրակում, այլ որպես անձնական սեփականություն, որը կարող էին փոխանցել իրենց ժառանգներին վասալության կապը, որն ի սկզբանե պաշտոնյային կապում էր միապետի անձի հետ, աստիճանաբար վերածվեց ստացված հողերի նկատմամբ գույքային իրավունքի։ Կարլոս Մեծի մահից հետո 814 թվականին նրա որդին Լյուդովիկոս Բարեպաշտը ստանձնեց կայսրությունը, բայց անկարող գտնվեց պահպանել հոր նույն հեղինակությունը։ Լյուդովիկոսի նրա սեփական որդիների միջ հակամարտություններն էլ ավելի թուլացրին կենտրոնական իշխանությունը։ 843 թվականին Վերթենի դաշնագիրը կայսրությունը բաժանեց Կարլոս Մեծի 3 թոռների միջ ստեղծելով այն սաղմերը, որոնք հետագայում կդառնային Ֆրանսիան, Գերմանիան նրանց միջ գտնվող տարածքները։ Կարոլինգյան միասնությունը քայքայված էր արդյունքում։ Ստեղծված թագավորություններից յուրաքանչյուրը կգնար մասնատման իր սեփական ճանապարհով։ Իրավիճակն էլ ավելի սրելու համար Եվրոպան 9-10-րդ դարերում բախվեց ներխուժումների նոր ալիքի, որը խորացրեց քաոսը ապակենտրոնացումը։ Հյուսիսից եկան վիկինգները սկանդինավյան մարտիկներ, որոնց արագաշարժ ծանծաղ նավերը թույլ էին տալիս կայծակնային հարձակումներ գործել ափամերձ քաղաքների վանքերի վրա։ Նորվեգական դրակարները վիշապի տեսքով փորագրված քթերով նավերը կարող էին նավարկել ինչպես բաց ծովում, այնպես էլ գետերով դեպի երկրի խորքը սարսափ տարածելով այն շրջաններում, որոնք իրենց պաշտպանված էին համարում, նրանց արշավանքները ամայացրին Անգլիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի ընդարձակ տարածքները, Փարիզի նման քաղաքները բազմիցս պաշարվեցին, հարուստ վանքերը, որոնք պահում էին դարերի ընթացքում կուտակված գանձերը, հատկապես գրավիչ թիրախներ էին նորդիկ թալանչիների համար։ Ժամանակի տարեգրությունները նկարագրում են սարսափելի տեսարաններ, իրենց խորանների առջ սպանված վանականներ, պղծված մասունքներ, այրված գրադարաններ, ստրկացված բնակչություն, արելքից եկան հունգարները, որոնց նա անվանում էին մադյարներ քոչվոր։
Հեծյալներ ասիական տափաստաններից, ովքեր տիրապետում էին իրենց հայրենիքի անձայրածիր հարթավայրերում սովորած հեծյալ մարտի տեխնիկային, նրանց արագաշարժ ձիերը պարտիզանական մարտավարությունը արագ հարձակումներով, որոնց հաջորդում էին ռազմավարական նահանջները, շփոթեցնում էին եվրոպական բանակներին, որոնք սովոր էին ավելի ստատիկ մարտերի, հունգարները թալանեցին կենտրոնական Եվրոպայի հսկայական տարածքներ, խորը ներթափանցեցին Գերմանիա, Ֆրանսիա, նույնիսկ սպառնացին հենց Իտալիային, հարավից մուսուլման ծովահենները։ Հյուսիսային Աֆրիկայից, որտեղ իսլամը ամուր հաստատվել էր 7-րդ դարից ի վեր, անդադար հարձակվում էին միջերգրական ծովի ափերի վրա։ Այս կորսարները նվաճեցին ռազմավարական գաղզիներ, ինչպիսիք են Գորսիկան, Սարդինյան, Սիցիլիան հիմնելով բազաներ, որտեղից կարող էին հարձակումներ իրականացնել եվրոպական մայրցամաքի վրա։ Իտալական ափամերձ քաղաքները թալանվեցին, նույնիսկ Հռոմը արմտյան քրիստոնեության կենտրոնը հարձակման ենթարկվեց 846 թվականին։ Այս սպառնալիքների պայմաններում տեղի բնակչությունն այլևս չէր կարող հույսը դնել հեռավոր թուլացած թագավորների պաշտպանության վրա։ Փրկությունը տեղի տերերի ձեռքում էր այն ազնվականների, ովքեր վերահսկում էին ամրացված ամրոցները պահում զինված ասպետների խմբեր, ով կարող էր պաշտպանել գյուղը, երբ գետի վրա հայտնվում էին վիկինգները։ Տեղի գոմսը կամ բարոնը իր քարե պարիսպներով հեծյալ մարտիկներով։ Այս պաշտպանության դիմաց մարտիկ պատրաստ էին ընդունել տիրոջ իշխանությունը, աշխատել նրա հողերում, հարկեր վճարել, հրաժարվել ազատություններից, որոնք ամեն դեպքում այլևս մեծ նշանակություն չունեին բռնության անապահովության աշխարհում։ Հենց այս համատեքստում ֆեոդալիզմը հասավ իր հասուն ձին, մոտավորապես 10-րդ դարում հաջորդ դարերի ընթացքում ֆեոդալական կառույցները համախմբվեցին արմտյան Եվրոպայի մեծ մասում։ Քաղաքական իշխանությունը մասնատված էր հազարավոր տեղական միավորների, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում էր մի տիրոջ կողմից, ով գրեթե բացարձակ իշխանություն ուներ իր տարածքի նկատմամբ։ Այս տերերը միմյանց հետ կապված էին սյուզերենության վասալության հարաբերությունների բարդ ցանցով ձավորելով հիերարխիաներ, որոնք ցկվում էին ամենահզոր դքսերից կոմսերից մինչ ամենահամեստ գյուղական ասպետները։ Այս կառույցի գագաթին, գոնե տեսականորեն, թագավորն էր թագավորության բոլոր վասալների գերագույն սյուզերենը։ Գործնականում, սակայն, թագավորական իշխանությունը մեծապես տատանվում էր վայրից վայր ժամանակից ժամանակ։ Ֆեոդալական հասարակության գործունեությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել դրա կառուցվածքը սկսած նրա հիմնական միավորներից ֆեոդներից։ Տիպիկ ֆեոդը գյուղական գալվածք էր, որը ներառում էր ոչ միայն մշակելի հողեր, այլ անտառներ, արոտավայրեր, ջրային ուղիներ հաճախ մի գյուղ կամ ավան, որտեղ ապրում էին հողը մշակող գյուղացիները, ֆեոդի կենտրոնում, սովորաբար բարձրադիր պաշտպանված վայրում, գտնվում էր տիրոջ նստավայրը, որը կարող էր լինել պարզ ամրացված փայտետնից մինչ հզոր քարե ամրոց աշտարակներով, պարիսպներով, խանդակներով։ Ֆեոդի հողերը բաժանված էին 3 հիմնական մասի, տիրական մանորով այն մասն էր, որը վերապահված էր բացառապես տիրոջը մշակվում էր ջորտերի կողմից պարտադիր աշխատանքի կարգով։ Այս տարածքի ողջ արտադրանքը պատկանում էր տիրոջը, ջորտական մանորը գյուղացիական ընտանիքների միջ բաշխված հողերն էին, որոնք նրանք կարող էին մշակել իրենց ապրուստի համար, թե պետք է արտադրանքի մի մասը հանձնեին տիրոջը։ Վերջապես, կային համայնքային հողերը կոլեկտիվ օգտագործման տարածքներ, որտեղ գյուղացիները կարող էին փայտ հավաքել, անասուններ արածեցնել, ջուր վերցնել։ Ֆեոդալական հասարակությունը կազմակերպված էր 3 կարգերի կամ դասերի, մի բաժանում, որը եկեղեցին օգնեց սրբագործել օրինականացնել։ 10-րդ դարում ֆրանսիացի եպիսկոպոս Ադալբերոն Լանցին գրել է, որ Աստծո տունը, որը թվում է մեկ, իրականում երակի է, ոմանք աղոթում են, ուրիշները մարտնչում, իսկ մյուսները աշխատում։ Բոլոր 3-ն էլ կազմում են մի ամբողջություն, մեկի գործը թույլ է տալիս մյուս երկուսի աշխատանքը, այս երակողմ բաժանումը, թե չափազանց պարզեցված է միջնադարյան հասարակության ողջ բարդությունը ներկայացնելու համար, արտացոլում է մի հիմնարար իրականություն։ Յուրաքանչյուր խումբ ուներ հատուկ լրացնող գործառույթներ, սոցիալական կարգը կախված էր նրանից, որ յուրաքանչյուրը կատարեր իր նշանակված տեղը։ Թբուբթվցֆները, օրատորես նրանք, ովքեր աղոթում են, կազմում էին հոգորականությունը պաշտոնական հիերարխիայի առաջին դասը։ Կաթոլիկ եկեղեցին ոչ միայն կրոնական հաստատություն էր, այլ միջնադարյան Եվրոպայի խոշորագույն հողատերերից մեկը, հաշվարկված է, որ այն վերահսկում էր մայրցամաքի մշակելի հողերի մինչ 1/3-ը։ Նրա վանքերն ու աբբայությունները գործում էին որպես իսկական ֆեոդներ, որտեղ աբբահայրերը իշխանություն էին բանեցնում գյուղացիների ջորտերի նկատմամբ այնպես, ինչպես աշխարհիկ տերերը։ Բայց եկեղեցու դերը շատ ավելին էր, քան տնտեսությունը, այն մշակույթի գիտելիքի պահապան էր համատարած անգրագիտության դարաշրջանում, միջնորդը աստվածայինի երկրայինի միջ, բարոյական հեղինակությունը, որն օրինականացնում կամ դատապարտում էր թագավորների ու ազնվականների գործողությունները։ Կչդրուբթվցֆները, բելատորես նրանք, ովքեր մարտնչում են, կազմում էին ազնվականությունը երկրորդ դասը, նրանց հիմնական գործառույթը պատերազմն էր, տարածքի պաշտպանությունը կարգուկանոնի պահպանումը։ Ազնվական լինել նշանակում էր լինել մարտիկ, ազնվական տղամարդու հիմնական զբաղմունքը մարտին պատրաստվելն էր։ Սա ներառում էր ոչ միայն զենքի տիրապետման վարժանքը, այլ թանկարժեք սարքավորումների զրահների, սրերի մարտական ձիերի պահպանումը, ինչպես նա ասպետների խմբերի կազմակերպումը, որոնք պատրաստ էին մարտի մեջ մտնել գանչի դեպքում, ազնվականությունը միատար չէր։ Հսկայական տարբերություններ կային հզոր դքսի, ով վերահսկում էր ընդարձակ տարածքներ,
Պարզ գյուղական ասպետի միջ, ով հազիվ էր կարողանում պահել իր ձին ու զրահը։ Տուծբուպտվծֆները, լաբորատորես նրանք, ովքեր աշխատում են, գյուղացիներն էին բնակչության ճնշող մեծամասնությունը, նրանք իրավական իմաստով դաս չէին կազմում, քանի որ չունեին քաղաքական ներկայացվածություն կամ իրավական արտոնություններ, նրանց գործառույթն էր արտադրել սնունդը, հագուստը, գործիքները, բոլոր նյութական բարիքները, որոնք անհրաժեշտ էին ինչպես իրենց, այնպես էլ երկու վերին դասերին պահելու համար։ Աշխատավորների այս մեծ զանգվածի մեջ կային կարևոր տարբերություններ։ Ջորտերը հողին կապված գյուղացիներն էին, ովքեր չէին կարող լքել ֆեոդը առանց տիրոջ թույլտվության ունեին մի շարք պարտավորություններ աշխատանքի արտադրանքի տեսքով։ Վիլաները ազատ մարդիկ էին, ովքեր նույնպես աշխատում էին ֆեոդում, բայց ունեին տեղաշարժի ավելի մեծ ազատություն, ավելի քիչ պարտավորություններ։ Կային նա արեստավորներ, դարբիններ, հյուսներ, ջուլհակներ, այլ մասնագիտացված աշխատողներ, ովքեր կատարում էին կարևոր գործառույթներ ֆեոդալական տնտեսության մեջ։ Երեք դասերի մեջ թերս հոգորականների կյանքն է ամենադժվարը պատկերացնել ժամանակակից մարդու համար։ Միջնադարյան վանքերը առանձին աշխարհներ էին, փակ համայնքներ, որտեղ տղամարդիկ իրենց ողջ կյանքը նվիրում էին աղոթքին, ուսմանը, ֆիզիկական աշխատանքին։ Սուրբ Բենեդիկտոսի կանոնադրությունը, որը գրվել էր 6-րդ դարում, սահմանում էր այն հիմնարար սկզբունքները, որոնք կառավարում էին Արմտյան Եվրոպայի վանքերի մեծ մասը։ Նրա կարգախոսն էր թբուն ցաղը տուց տբուն, աղոթիր աշխատիր, նրա ամենօրյա առօրյան նախագծված էր վանականի յուրաքանչյուր պահը զբաղեցնելու Աստծուն փառաբանող գործերով։ Տիպիկ վանական արթնանում էր լուսաբացից առաջ, հաճախ գիշերվա ժամը 2-ի մոտակայքում օրական 8 եկեղեցական ծառայություններից առաջինի համար։ Աղոթքների այս ռիթմը, որը հայտնի է որպես ժամերկություն, կառուցում էր ողջ օրը։ Մատինասը գիշերվա խավարում, որին հաջորդում էր լաուդեսը լուսաբացին, պրիման օրվա առաջին ժամին, տերցյան, սեքստան, նոնան, առավոտվա կեսօրվա ընթացքում, վեսպերասը, մայրամուտին, կոմպլետասը քնելուց առաջ, կրոնական ծառայությունների միջ վանականները նվիրվում էին ֆիզիկական աշխատանքին դաշտերում, այգիներում կամ վանքի արհեստանոցներում, սուրբ տեքստերի ընթերցման ու ուսումնասիրմանը, ձեռագրերի արտագրմանը մի գործունեություն, որը սերունդների համար պահպանեց դասական հնության վաղ քրիստոնեության անթիվ գործեր։ Վանական կյանքը կարգավորվում էր աղքատության, կուսակրոնության, հնազանդության ուխտերով, վանականները չունեին անձնական գույք, զերծ էին մնում սեռական հարաբերություններից, ամբողջությամբ ենթարկվում էին Աբբահոր վանքի առաջնորդի հեղինակությանը։ Շատ համայնքներ կիրառում էին լռության ուխտ, թույլ տալով խոսել միայն որոշակի պահերի կամ խիստ անհրաժեշտ հարցերի շուրջ։ Սնունդը պարզ էր, հաճախ բացառելով միսը, իսկ հաճախակի պահքերը էլ ավելի էին մահացնում մարմինը, նրանք քնում էին ընդհանուր ննջարաններում ծղոտե ներքնակների վրա, հաճախ արթնանում էին կեսգիշերին նոր աղոթքների համար։ Ժամանակակից դիտորդի համար նման կյանքը կարող է թվալ ծայրահեղ խստակյացություն։ Սակայն միջնադարյան չափանիշներով վանքերն առաջարկում էին զգալի առավելություններ կանոնավոր բավականին որակյալ սնունդ, անվտանգ ապաստան, հասանելիություն գիտելիքին ու մշակույթին, վստահություն, որ մասն է կազմում վերամբարձ նպատակ ունեցող համայնքի։ Վանականները մեկուսացված չէին արտաքին աշխարհից, վանքերը հաճախ խոշոր հողատերեր էին կառավարելով ֆեոդներ գյուղացիների ջորտերի հետ այնպես, ինչպես ցանկացած աշխարհիկ տեր։ Վանականները ծառայություններ էին մատուցում հարան համայնքներին, առաջարկելով բժշկական օգնություն, ապաստան ճանապարհորդների համար, կրթություն ազնվականների երեխաների համար։ Վանական դպրոցները երկար ժամանակ Արմտյան Եվրոպայում գրեթե միակ ուսումնական հաստատություններն էին, այնտեղ երիտասարդները սովորում էին կարդալ գրել լատիներեն։ Ուսումնասիրում էին Աստվածաշունչը, եկեղեցու հայրերի տեքստերը պատրաստվում էին ինչպես կրոնական կյանքի, այնպես էլ եկեղեցական կամ աշխարհիկ վարչարարության կարիերայի։ Երիտասարդները, ովքեր մտնում էին վանական կյանք, հաճախ ազնվական ընտանիքներից էին, ընդունված սովորույթ էր, որ ազնվականի առաջին որդին ժառանգում էր հողերն ու տիտղոսները, երկրորդը գնում էր ռազմական կարիերայի որպես ասպետ, իսկ երրորդը նախատեսված էր եկեղեցու համար։ Վանք մտնելը նշանակում էր հրաժարվել ազնվականական տիտղոսներից, երկրային տիրույթներից, ցանկացած ընտանեկան ժառանգությունից, բայց դա նշանակում էր երաշխավորել ցմահ ապրուստ, հարգարժան սոցիալական դիրք եկեղեցական հիերարխիայի ներսում։ Բարձրանալու հնարավորություններ, տաղանդավոր լավ կապեր ունեցող վանականը կարող էր դառնալ մեծ վանքի աբբահայր, կարևոր թեմի եպիսկոպոս կամ նույնիսկ թագավորների ու պապերի խորհրդական։ Ազնվականների կյանքը արմատապես տարբեր էր, թե նույնպես կառուցված էր պարտականություններով ու պարտավորություններով, եթե վանականներն աղոթում էին, իսկ գյուղացիներն աշխատում, ապա ազնվականները մարտնչում էին։ Պատերազմը ոչ միայն ազնվականության հիմնական գործառույթն էր, այլ նրա գոյության իմաստը, որպես արտոնյալ դաս գոյություն ունենալու հիմնավորումը։ Ազնվականը, ով չգիտեր կռվել, ով չէր պահում իր զենքերն ու ձիերը պատրաստ մարտի, ով չէր կարող մարտիկներ հավաքել, երբ իր սյուզերենը կանչեր նրան, գործնում էր իր օգտակարությունը, հետաբար իր օրինականությունը։ Պատերազմին նախապատրաստվելը սկսվում էր վաղ, ազնվականների որդիներին դեռ երեխա հասակում ուղարկում էին այլ տերերիտներ, որտեղ նրանք ծառայում էին նախ որպես էջեր, մանկլավիկներ, սովորելով պալատական էթիկետ տնային գործեր, իսկ հետո որպես զինագիրներ օգնելով ավագ ասպետներին իրենց գործունեության մեջ մարզվելով զենքի գործածության մեջ։ Մարզումները խիստ էին վտանգավոր, երիտասարդները սովորում էին ձիավարություն, սուսերամարտ սրերով նիզակներով, վահանների օգտագործում, նետացկություն, նրանք մարզվում էին կեղծ
Մարտերում, որոնք հաճախ հանգեցնում էին լուրջ վնասվածքների, տարիների նախապատրաստությունից հետո երիտասարդ զինագիրը կարող էր ասպետ կարգվել հանդիսավոր արարողության ժամանակ, որը հաճախ կրոնական երանգ ուներ նշանավորում էր նրա մուտքը հասարակության մարտական էլիտա։ Պատերազմական շրջաններից դուրս ազնվականի կյանքը պտտվում էր այնպիսի գործողությունների շուրջ, որոնք պահում էին նրա ռազմական հմտությունները սուր հաստատում նրա սոցիալական կարգավիճակը, որը սիրված զբաղմունք էր մի գործունեություն, որը համատեղում էր ֆիզիկական վարժանքը, ձիավարության պրակտիկան զենքի օգտագործումը։ Բացի ամրոցի սեղանի համար թարմ միս ապահովելուց, ազնվականները որսում էին եղնիկներ, վարազներ, աղվեսներ, նապաստակներ, թռչուններ հաճախ ուղեկցվելով հատուկ վարժեցված շների ոհմակներով բազեներով։ Բազեորսության համար մրցաշարերը զվարճանքի մարզմանս մեկց էին։ Այս միջոցառումները հավաքում էին տարբեր տարածաշրջանների ասպետների մրցելու կեղծ մարտերում ցուցադրելով իրենց հմտությունները փնտրելով փառք ու մրցանակներ, մրցաշարերը կարող էին լինել բռնի։ Ձանր վնասվածքները նույնիսկ մահերը հազվադեպ չէին, այն աստիճան, որ եկեղեցին փորձում էր կարգավորել դրանք սահմանելով օրեր, երբ մարտերն արգելված էին։ Ամրոցի առօրյա կյանքն ուներ իր ռիթմերը ծեսերը, մեծ դահլիճը սոցիալական կյանքի սիրտն էր, որտեղ տերը ճաշում էր, ընդունում այցելուներին, արդարադատություն իրականացնում ֆեոդի բնակիչների նկատմամբ զվարճանում երաժիշտների, պոետների ու թափառական արտիստների հետ։ Այս ընդարձակ տարածքը, որը հաճախ զարդարված էր գոբելեններով, որոնք օգնում էին պահպանել ջերմությունը ցուցադրել տիրոջ հարստությունը, հանդիսանում էր խնջույքների վայր, որոնք կարող էին հավաքել տասնյակ հյուրերի հատուկ առիթներով, ինչպիսիք էին հարսանիքները, ռազմական հաղթանակները կամ գարոր ազնվականների այցելությունները, ճաշերը մեծ նշանակություն ունեցող սոցիալական իրադարձություններ էին, որտեղ տերը նրա ընտանիքը զբաղեցնում էին գլխավոր սեղանի նշանավոր տեղերը բարձրացված հարթակի վրա ընդգծելու իրենց գերազանցությունը, մինչդեռ ասպետները, ծառաները այցելուները տեղավորվում էին ստորին սեղանների շուրջ ըստ իրենց հիերարխիկ դիրքի։ Սնունդը առատ էր ժամանակի չափանիշներով, թե քիչ բազմազան միս, ձուկ, հաց, պանիր, բանջարեղեն, մրգեր, համեմունքները։ Ինչպիսիք են պղպեղը, դարչինը, մշկընկույզը, հազվագյուտ թանկարժեք շքեղություն էին հարստության նրբագեղության խորհրդանիշներ։ Ամրոցի տիրուհին վճռորոշ դեր էր խաղում տնային տնտեսության կառավարման մեջ, նա վերահսկում էր ծառաներին, կազմակերպում էր սննդի դեղամիջոցների պատրաստումը, հոգ էր տանում երեխաների կրթության մասին, պահպանում էր նստավայրի ամենօրյա գործունեությունը։ Երբ տերը բացակայում էր պատերազմների կամ ճանապարհորդությունների պատճառով, տիրուհին ստանձնում էր ֆեոդի կառավարումը կայացնելով ֆինանսական որոշումներ նույնիսկ կազմակերպելով պաշտպանությունը հարձակման դեպքում, թե միջնադարյան հասարակությունը գերիշխում էին։ Տղամարդիկ կանանց քիչ հնարավորություններ էր առաջարկում ամուսնությունից կամ վանքից դուրս։ Որոշ ֆեոդալական տիրուհիներ զգալի իշխանություն բանեցրին, հատկապես որպես անչափահաս որդիների խնամակալներ կամ այրիներ, ովքեր ժառանգում էին մահացած ամուսինների հողերը։ Ֆեոդալ տիրոջ համար իր ֆեոդի կառավարումը մշտական մտահոգություն էր, նա պետք է երաշխավորեր, որ գյուղացիները բավականաչափ արտադրեն ամրոցը նրա բնակիչներին պահելու համար, որ հարկերը կանոնավոր հավաքվեն, որ բնակիչների միջ վեճերը արդարացիորեն լուծվեն, որ ֆեոդի կառույցները պահպանվեն լավ վիճակում։ Շատ տերեր այս առաջադրանքները պատվիրակում էին մասնագիտացված պաշտոնյաներին, բայց այնուամենայնիվ պետք է վերահսկեին գարոր որոշումներ կայացնեին, բացի ներքին պարտականություններից կային պարտավորություններ։ Սյուզերենի հանդեպ զորք տրամադրել կանչի դեպքում ներկայանալ պալատ խորհուրդ տալու համար, հարկեր վճարել դրամով կամ արտադրանքով եւ միշտ կար քաղաքականությունը, ինտրիգները, դաշինքներն ու մրցակցությունները այլ ազնվականների հետ մի վտանգավոր խաղ, որտեղ մրցանակը կարող էր լինել ավելի շատ հող իշխանություն, բայց որտեղ պարտությունը կարող էր նշանակել ամեն ինչի կորուստ, ներառյալ կյանքը։ Մինչ հոգորականները աղոթում էին, իսկ ազնվականները մարտնչում, բնակչության մեծ զանգվածն աշխատում էր։ Ճորտերը կազմում էին ֆեոդների բնակիչների մեծամասնությունը։ Նրանց կյանքը նշանավորված էր ծանր աշխատանքով, քիչ ազատություններով, պարտավորությունների ծանր բեռով, ճորտը ստրուկ չէր դասական իմաստով։ Նա ուներ իր մարդկային վիճակի ճանաչում, կարող էր ունենալ որոշ կույք, իրավունք ուներ հողակտորի իր ապրուստի համար, չէր կարող վաճառվել այն սեփականությունից առանձին, որտեղ ապրում էր, բայց նա ազատ չէր։ Նա կապված էր այն հողին, որտեղ ծնվել էր, չէր կարող լքել ֆեոդը առանց տիրոջ թույլտվության, պարտական էր մի շարք հարկեր ու ծառայություններ, որոնք խլում էին նրա ժամանակի արտադրանքի մեծ մասը։ Ճորտի հիմնական պարտավորությունը գորվեին էր շետրմծժում անվճար աշխատանքը տիրոջ հողերում, շաբաթական 3-4 կամ նույնիսկ ավելի օր ճորտը պետք է թողներ իր սեփական մշակությունը աշխատեր տիրական մանորում վարելով, ցանելով, բերքահավաք անելով, անասուններին խնամելով, ամրոցում շինարարական պահպանման աշխատանքներ կատարելով, խանդակներ մաքրելով, պարիսպներ նորոգելով, բեռներ փոխադրելով, այս աշխատանքի ողջ արտադրանքը ամբողջությամբ պատկանում էր տիրոջը, մնացած օրերին ճորտը կարող էր աշխատել իր սեփական հողակտորում ճորտական մանորում սնունդ արտադրելով իր ընտանիքին պահելու համար։ Բայց նույնիսկ այդ արտադրանքը ամբողջությամբ իրենը չէր։ Տալյան փիդցու մեկ այլ ծանր հարկ էր։ Ճորտը պետք է տիրոջը հանձներ իր սեփական հողում արտադրածի զգալի մասը հաճախ կեսը կամ նույնիսկ ավելին։ Եթե հավաքում էր 20 չափ ցորեն, 10-ը գնում էր տիրոջը, եթե բուծում էր 10 հավ, 5-ը պատկանում էին ամրոցին։
Այսպիսով, նույնիսկ իր սեփական հողակտորում աշխատելով, Ջորտը փաստացի արտադրում էր տիրոջ համար նույնքան, որքան իր համար։ Բանալիտետները քունտիդրջինչ վճարներ էին ֆեոդի կառույցներից օգտվելու համար, հացահատիկ աղալու ջրաղացը, հաց թխելու փուրը, գինի պատրաստելու մամլիչը, գետերն անցնելու կամուրջները, այս բոլոր սարքավորումները պատկանում էին տիրոջը, Ջորտը պետք է վճարեր դրանցից օգտվելու համար։ Թույլատրված չէր մասնավոր ջրաղացներ կամ փրեր կառուցել։ Ջորտը պարտավոր էր օգտվել տիրական կառույցներից վճարել դրա համար։ Այս վճարները հաճախ հավաքվում էին արտադրանքով։ Աղացած հացահատիկի մի մասը մնում էր տիրոջ ջրաղացպանին, թխված հացերի մի մասը գնում էր ամրոց։ Գառնագլխահարկը Չունզվինդ մեկ շնչի հաշվով գանձվող հարկ, որքան մեծ էր Ջորտի ընտանիքը, այնքան շատ էր նա վճարում։ Մերյալ ձեռքը ԹԹԲ-ի մի վճար էր, որը պարտադիր էր, երբ ընտանիքի գլխավորը մահանում էր, նրա ժառանգը ցանկանում էր ստանձնել տեղը ջորտական մանորում։ Ֆորմարիաժը ժթփթմբզոկչ մի հարկ էր, որը վճարվում էր, երբ Ջորտը ցանկանում էր ամուսնանալ մեկ այլ ֆեոդի պատկանող անձի հետ, Պետրոսի լուման, կամ 10-րդը եկեղեցուն վճարվող պարտադիր մասն էր համապատասխան արտադրանքի 10%-ին, որը նախատեսված էր տեղի ծխական համայնքը պահելու համար, եւ կային այլ փոքր հարկեր գանձվող հատուկ առիթներով։ Երբ տիրական ընտանիքի մի ազնվական ամուսնանում էր, երբ տերը մեկնում էր պատերազմի կամ խաչագրած արշավանքի, երբ կարոր այցելուներ պետք է հյուրընկալվեին ամրոցում։ Գումարելով այս բոլոր պարտավորությունները Ջորտին շատ քիչ բան էր մնում իր ընտանիքի համար, կյանքը մշտական գոյատում էր խնայելու կամ վիճակը բարելավելու քիչ հնարավորությամբ, սնունդը պարզ էր միատոն ցածրորակ հացահատիկից պատրաստված մուգ հաց, բանջարեղենային ապուրներ, երբեմն մի գտոր ձուկ կամ խոզի միս, կացարանները փայտից, կավից ծղոտից պատրաստված կոպիտ տնակներ էին միակ սենյակով, որտեղ ողջ ընտանիքը քնում էր, ուտում ապրում հաճախ տարածքը գիսելով ընտանի կենդանիների հետ նրանց մարմնի ջերմությունից օգտվելու համար, չկար գաղտնիություն, հարմարավետություն կամ հիգիենա ժամանակակից իմաստով, հիվանդությունները տարածված էին, մանկական մահացությունը չափազանց բարձր, կյանքի տողությունը կարճ։ Եվ այնուամենայնիվ, համեմատած հնության ստրուգի հետ, միջնադարյան Ջորտն ուներ որոշակի առավելություններ, նա ուներ ճանաչված ընտանիք, հողակտոր, որը կարող էր մշակել իր ապրուստի համար, սովորույթով սրբագործված որոշակի իրավունքներ, որոնք նույնիսկ ամենաբռնակալ տերը չէր կարող անպատիժ խախտել, տերը պարտավորություններ ուներ իր ջորտերի հանդեպ։ Նա պետք է պաշտպաներ նրանց արտաքին հարձակումներից, արդարադատություն իրականացներ նրանց վեճերում, երաշխավորեր, որ նրանք սովամահ չլինեն սակավության ժամանակաշրջաններում։ Այս պարտականությունները միշտ չէ, որ կատարվում էին, բայց դրանց ճանաչված գոյությունը ստեղծում էր հարաբերությունների մի շրջանակ, որը դուրս էր զուտ շահագործումից։ Ջորտը սեփականություն չէր, ինչպես ստրուկը, բայց նա ազատ չէր, ինչպես ժամանակակից վարձու աշխատողը։ Դա մի միջանկյալ բան էր ժամանակակից տերմիններով դժվար սահմանելի մի վիճակ, որը սակայն իմաստ ուներ իր ժամանակի սոցիալական տնտեսական կառույցների ներսում։ Ժամանակի ընթացքում բնակչություն աճեց, նոր հողեր յուրացվեցին, ավաններն ու քաղաքները սկսեցին զարգանալ ավանդական ֆեոդներից դուրս, ջորտերը, ովքեր կարողանում էին փախչել քաղաքներ մնալ այնտեղ 1 տարի ու 1 օր, ձեռք էին բերում ազատություն։ Միջնադարյան գերմանական մի ասացվածք հռչակում էր, որ քաղաքի օդը ազատում է։ Աստիճանաբար ֆեոդալական կառույցները սկսեցին դառնալ ավելի ճկուն ճանապարհ հարթելով վերափոխումների համար, որոնք ի վերջո կհանգեցնեին միջնադարյան դարաշրջանի ավարտին։ Գրեթե 1000 տարվա ընթացքում ֆեոդալիզմը ձավորեց միլիոնավոր մարդկանց կյանքը Եվրոպայում։ Այն հիմքեր ստեղծեց այնպիսի ազգերի զարգացման համար, ինչպիսիք են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իտալիան, այն հաստատեց սոցիալական հիերարխիայի, հողային սեփականության փոխադարձ պարտավորությունների ավանդույթներ, որոնք պահպանվեցին միջնադարից շատ ավելի ուշ, այն ազդեց արվեստի, գրականության, ճարտարապետության քաղաքական մտքի վրա այնպիսի ձեռով, որոնք մենք դեռ կարող ենք հետագծել ժամանակակից աշխարհում եվրոպական բնապատկերը զարդարող ամրոցները, ազնվականական տիտղոսները, որոնք դեռ գոյություն ունեն որոշ միապետություններում, սեփականության, հավատարմության պատվի մասին որոշակի պատկերացումները, այս ամենը դարեր առաջ ավարտված մի դարաշրջանի արձագանքներն են, որը շարունակում է հիացնել հետաքրքրել։ Ֆեոդալիզմը ստատիկ կամ միատեսակ համակարգ չէր, այն մեծապես տատանվում էր տարածաշրջանից տարածաշրջան, դարից դար հարմարվելով տեղական հանգամանքներին զարգանալով ի պատասխան տնտեսական, քաղաքական սոցիալական փոփոխությունների, այն, ինչ մենք անվանում ենք ֆեոդալիզմ, իրականում բարձեցում է մի հայեցակարգային մոդել, որն օգնում է մեզ հասկանալ ընդհանուր օրինաչափությունները, բայց չպետք է ստվերի իրական միջնադարյան կյանքի հարստությունն ու բարդությունը, եղել են տարածաշրջաններ, որտեղ ֆեոդալիզմը երբեք լիովին չի հաստատվել, ուրիշներ, որտեղ այն ընդունել է յուրահատուկ ձեր, այլ որտեղ այն անկում է ապրել ավելի շուտ կամ ավելի ուշ, քան իր հարանների մոտ։ 14-րդ դարի մոտակայքում ֆեոդալական համակարգն արդեն ճգնաժամի հստակ նշաններ էր ցույց տալիս, կլիմայական փոփոխությունները պատճառ դարձան վատ բերքի գործանարար սովի, սմահը, որը Եվրոպա հասավ Ասիայից դարի կեսերին, բնաջնջեց եվրոպական բնակչության թերս 1/3-ը արմատապես փոխելով տերերի աշխատողների միջ հարաբերությունները։ Ֆրանսիայի Անգլիայի միջ 100-ամյա պատերազմը բերեց տական ավերածություններ անկայունություն, գյուղացիական ապստամբություններ բռնկվեցին տարբեր շրջաններում։ Մարտահրավեր նետելով հաստատված կարգին, վերածնված Արտուրը ստեղծում էր հարստության նոր ձեր անկախ հողից,
Թագավորները հզորացնում էին իրենց իշխանությունը ազնվականների հաշվին նախապատրաստելով հողը ժամանակակից ազգային պետությունների համար։ Բայց սա մի պատմություն է մեկ այլ առիթի համար։ Այժմ մենք ավարտում ենք մեր ճանապարհորդությունը ֆեոդալական աշխարհով մի պատկերով։ Միջնադարյան գյուղացին արթնանում է եկեղեցու զանգի ձայնից պատրաստվելով դաշտերում հերթական աշխատանքային օրվան չիմանալով, որ ինչ-որ հեռավոր վայրում ուժեր էին շարժվում, որոնք ի վերջո կփոխեին իր աշխարհը այնպիսի ձևով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Իսկ մենք, ովքեր գիտենք այս պատմության ավարտը, կարող ենք հետ նայել այն հեռանկարով, որն առաջարկում է ժամանակը փորձելով հասկանալ, թե ինչպես էր ապրել մերից այնքան տարբեր մի դարաշրջանում, մինույն ժամանակ դրա մեջ ճանաչելով այն ամենի արմատները, ինչ մենք ենք այսօր։ Եթե հասել եք մինչ այստեղ, շնորհակալություն մեզ հետ ժամանակի միջով այս ճանապարհորդությանը մասնակցելու համար։ Մարդկային պատմությունը հսկայական է հիասքանչ լի դասերով, որոնք դեռս արձագանքում են մեր օրերում։ Եթե ցանկանում եք շարունակել մեզ հետ բացահայտել անցյալի առեղծվածները, բաժանորդագրվեք ալիքին, միացրեք ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք ոչ մի նոր վավերագրական ֆիլմ։ Թողեք ձեր մեկնաբանությունը կիսվելով նրանով, թե ինչն ձեզ ամենաշատը տպավորեց ֆեոդալական շրջանի կյանքի մասին կամ այդ դարաշրջանի, որ կողմ կցանկանայիք տեսնել ավելի խորությամբ ուսումնասիրված ապագա սերիաներում։ Ձեր մասնակցությունը հարստացնում է մեր համայնքը, օգնում մեզ ստեղծել ավելի ու ավելի լավ բովանդակություն։ Եվ եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար կամ հետաքրքիր էր, չմոռանաք հավանել այն, քանի որ այդ պարզ ժեստը մեզ օգնում է հասնել ձեզ նման ավելի շատ հետաքրքրասեր մարդկանց, մինչ հաջորդ ճանապարհորդությունը պատմության միջով։